Սիրելի բարեկամներ, Հայաստան եւ հայ ժողովուրդը գտնվում են ծանր մարտահրավերների առաջ եւ այս մարտահրավերներից դուրս գալու համար անհրաժեշտ է փոխել մեր կյանքը, կենսակերպը, մեր առջեւ դրված նպատակներն ու խնդիրները։ Եվ այս ամենի մեջ կարևոր դերակատարում ունի կրթությունը։ Թերևս այս մտահոգությունից ելնելով նախաձեռնել ենք կազմակերպել մտազրույցների շարք կամ ինչպես մոդայիկ է ասել ոդքասթ եւ մեր զրույցի մասնակիցը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։ Ողջույն Սերոբ։ Բարև։ Ես կուզեի իմանալ մասնագիտությամբ փիլիսոփա, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կրթության փիլիսոփայությունը։ Իհարկե կրթության փիլիսոփայությունը շատ ընդհանուր ոլորտ է, բայց լինելով մասնագիտության փիլիսոփա, ես իհարկե միշտ փորձել եմ փիլիսոփայական գիտելիքները կապակցել կրթության ոլորտի հետ, որովհետև իրականում կրթության process-ը բացի տնտեսական, սոցիալական ասպեկտներից, նաև մեծամասամբ փիլիսոփայական է, որովհետև այստեղ գործ ունենք մարդու ձևավորման հետ։ Ես իհարկե ավելի շատ կողմնակից եմ կրթության այսպես կոչված գերմանական մի մոդելի, որը կոչվում է Bildung, այդ հասկացությունը։ Bildung-ը այնպիսի կրթությունն է, որը չի մտածում միայն գիտելիքներ, հմտություններ, այսօրվա բառերով ասած կարողունակություններ տալու մասին։ Bildung կառուցել երևի, այդ իմաստով է։ Այո, բայց մարդու կառուցում, այսինքն Bildung-ի ամբողջ իմաստը այն է, որ այստեղ մենք գործ ունենք ոչ միայն գիտելիք հմտություն ունենալու հետ, այլ մարդու տրանսֆորմացիայի, մարդու ձևավորման, այդ ռուսերեն շատ լավ է այդ բառը, образование, այսինքն մարդու կերպավորման հետ։ Դրա համար ինձ համար կրթության մեջ շատ ավելի կարևոր է այս ասպեկտը, այսինքն այո, գիտելիքներ, հմտություններ, կարողունակություններ, դրանք կրթության այսպես գործիքային մասն են, բայց շատ կարևոր է, թե այդ ամենը ինչպիսի մարդու ձեռքին ենք մենք հանձնում։ Եվ այդ առումով ես ավելի շատ համարում եմ, որ կրթության մեջ մենք պետք է ավելի շատ շեշտը դնենք մարդու ձևավորման գործընթացի վրա, ինչը ցավոք այսօր եւ աշխարհը չի քարոզում եւ մեզ մոտ այս վերջին մոդայիկ փոփոխությունների արդյունքում ավելի շատ մարդուն փորձում են դիտել որպես աշխատուժ, որը եկամուտ է ստեղծում, արտադրանք է տալիս, բայց չեն կարևորում թե ով է ինքը։ Սա է ինձ համար ընդունելի կոնցեպտը կրթության փիլիսոփայության, մարդ, որը նաև շատ կապված է աշխարհի հետ, աշխարհ ասելով եսի նկատի չունեմ արտասահման, այլ ընդհանրապես փիլիսոփայական իմաստով աշխարհ, որովհետև ես կարծում եմ, որ այսօր մենք մեծ խնդիր ունենք։ Խնդիրը այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները մարդկանց մղում են, որպեսզի իրենք ունենան իրենց միկրոաշխարհը, այսպես կոչված, այդ միկրոաշխարհում իրենց անձնական կյանքն է, զբաղմունքներն են, սոցիալական մեդիայի գործունեությունն է, եւ մարդը պարփակվում է այդ փոքրիկ աշխարհում ու ամբողջությամբ անտարբեր է դառնում մեծ աշխարհի խնդիրներին։ Մենք սա հիմա այս իրավիճակը ունենք, մեզ այսօր քարոզում են, որ մենք ամեն մեկը զբաղվենք մեր փոքր գործով, եկամուտ ստեղծենք, գործ ստեղծենք եւ այլն, եւ շատ չխառնվենք արժեքային մեծ հարցերին, սա իմ կարծիքով շատ վտանգավոր է, որովհետեւ սա բերելու է նրան, որ հասարակությունը ամբողջությամբ կորցնելու է իր դիմադրողականությունը, իր պատասխանատվությունը եւ վերածվելու է ինչ-որ պտուտակի։ Իրականում մեր խնդիրն դա է, որ հասարակությունը փաստորեն կորցնում է իր իմունիտետը եւ կրթությունն է, որ պետք է փորձի պահել եւ անկումը կանխել։ Ես ճիշտ հասկացա, որ ըստ էության մենք կրթության ոլորտի մասնագետներ կամ հանրապես կրթության խնդիրը ոչ թե մարդուն ոչ այնքան գիտելիք տալն, այլ մտածել սովորեցնելն օրինակի համար, ձևավորում է մարդը որպես անհատ, պիտի մտածել իմանա, քննադատական մտածողություն ունենա,
ասենք հաղորդակցվելու կարողությունը որպես մարդ, դժվար իրավիճակներում կողմնորոշվելու հնարավորություն եւ հմտություններ դրսևորի։ Այս առումով տրանսֆորմացիայի խնդիր ունենք, բարձր կրթության բովանդակություն պետք է տրանսֆորմացիայի ենթարկվի։ Հայաստանը այդ համաշխարհային այդ գլոբալ գործընթացներից հետ է մնում, թե ուղղակի այս տրանսֆորմացիան համաչափ է տեղ ունենում բոլոր տեղերում, ըստ ձերովի։ Իհարկե Հայաստանը շատ հարցերում հետ է մնում, բայց ես դա դրական եմ համարում, որովհետև այնպես չէ, որ եթե դու առաջին տեղերում ես, դա լավ է, որովհետև հետ մնալը ունի մի կարևոր առավելություն, որի ցավոք մենք հայերս չենք օգտվում։ Տեսնում եք թե ինչ է կատարում, հետ մնացողը ունի այդ արտոնությունը, որ տեսնում ես դիմացը ինչ է կատարվում եւ ըստ այդմ քայլեր է ձեռնարկում։ Բայց մենք այդպես չենք, մենք ասենք նույնիսկ այն արչեվից գնացողները կարող է հետ կան, շուռ գան դեպի հետ, մենք էլի շարունակենք այդ ճանապարհով գնալ։ Մենք բանության մեջ նման փորձ շատ ենք ունեցել։ Այո։ Մեզանից առաջ գնացողների սխալները կրկնել։ Այո, այսինքն այդ ռեֆլեքսիան չկա, որովհետև ցավոք սրտի Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները ոչ թե երկրի ներսում եփվում են, կերտվում են, ձևավորվում են հանրային տարբեր երկխոսությունների մասնակցայնության սկզբունքներով, այլ ներկրվում են։ Այսա մեծ խնդիր է, մենք շարունակաբար բարեփոխումներ ենք ներկրում, ընդ որում հաճախ այդ բարեփոխումները ներկրվում են այն փուլերում, երբ որ արդեն դրսում կան բավական լուրջ կասկածներ այդ բարեփոխումների արդյունավետության հարցում։ Եվ այդպես բերում ենք նույն ասենք, տեսեք, այս դպրոցների կառավարումը խորհուրդների միջոցով։ Մոտավորապես 20 տարի այս գաղափարը փորձարվեց ներդնել, ձախողվեց եւ այլն, վերջում վերցրեցին, գցեցին մի կողմ։ Այսինքն ես այլ չեմ ընդունում, որ ինչ որ բան անում ենք, հետո մի քանի տարի հետո վերցնում շպրտում ենք ու մտածում ենք սա էլ ռեսուրսների վատնում է։ Փոխանակ փորձենք հասկանալ ինչ կարելի անել, որ դա աշխատի, ինչպիսի մեխանիզմներ մշակենք, հիմա էլ այդ մոտեցումը կա, վերցնել ու բերել նոր բան, այսինքն այդ ապրանքային մոտեցում կա, կրթական ռեֆորմը հաճախ շփոթում են ապրանքներ ներկրելու հետ։ Նորմալ է, երբ որ ես ապրանք եմ ներկրում դրսից, բայց նորմալ չէ, երբ որ ես դրսից կրթական բարեփոխում եմ ներկրում, որովհետև բարեփոխումը չի ներկրվում, բարեփոխումը երկրի ներսում եռալով, հա, քննարկումներով ձևավորվում է։ Ես ակամայից պատմությունից մի դրվագ հիշեցի 1920 թվականին, որ Հայաստանը խորհրդայնացավ, հայ բոլշևիկները ռազմական կոմունիզմի քաղաքականություն ներկրեցին Ռուսաստանից, այն դեպքում, որ դա Ռուսաստանը չէր արդարացրել են, եւ Ռուսաստանում արդեն գնացել էին նեպին եւ ըստ էության այստեղ լարվածություն հասավ նրան, որ ֆեդերալ ապստամբություն պայթեց, որի պատճառներից մեկը նաև հենց ռազմական կոմունիզմն էր։ Ինչևէ, այս պատմական մեջբերումը ուղղակի ակամայից հիշեցի, հետաքրքիր էր։ Մենք սերունդ ենք դաստիարակում, այդ ձեր խոսքում նշեցի այդ բիլդինգի գաղափարի առումով, որ ամբիցիոզ չեն, առավելևս հավաքական ամբիցիա չկա։ Այսինքն մարդը ուզում է, որ լավ կրթություն ստանա, բայց ցավոք սրտի չկա այն մղումը, որ լավ կրթությունը հավաքականությանը ծառայի կամ բոլորը լավ կրթություն ստանան։ Սրա հարցը ինչպես ենք լուծելու ըստ։ Տեսեք, հիմա մենք այս վերջի տասնամյակներին ընկանք մյուս ծայրահեղության մեջ, եթե խորհրդային տարիներին մեզ ավելի շատ խանգարում էր այդ կեղծ կոլեկտիվիզմը, որը խեղդում էր մարդու անհատականությունը, ազատությունը, հիմա էլ մենք հայտնվել ենք այսպես կոչված ինդիվիդուալիզմի, լիբերալիզմի այդ ճիրաններում, այսինքն այսօրվա խնդիրը այն է, որ փորձ են անում մարդու վրա աշխատել ավելի անհատական ձևերով։ Նույն տեխնոլոգիաները, երբ որ նայում ենք տեխնոլոգիաների զարգացման տրամաբանությունը, դրանք սկզբում ավելի կոլեկտիվ նպատակ ունեին, հավաքական, այսօր ավելի անհատական։ Վերցնենք հեռուստացույցը, չէ՞, հեռուստացույց մենք նայում ենք ընտանիքով կամ հանրակացարանում կարմիր անկյունում բոլորով, ամբողջ հանրակացարանը, գերդաստանը, հարևանները,
Հավաքում էին ինչ-որ սերիալ էին նայում, ֆիլմ էին նայում եւ այլն։ Մանավանդ 90-ական թվականներին, երբ հոսանք չկար։ Եվ դա դրական կողմերից մեկն էր, որտեղ ամրապնդում էր հարևանության, բարեկամության գաղափարը։ Հիմա ամեն մեկի Բայց հեռախոսով։ քիչ-քիչ, ասենք ինձ համար առաջին զարմանալի բաներից մեկը, որ տարիներ առաջ առաջին անգամ գնացի Միացյալ Նահանգներ, այն էր, որ յուրաքանչյուր սենյակում կար հեռուստացույց, խոհանոցում կար հյուրասենյակում, դա բավարար չէր, ամեն երեխա իր ննջարանում ուներ իր սեփական հեռուստացույցը։ Ես սկզբում գայթակղվել էի դրանից, բայց վերացրեցի։ Այո, դա իրոք շատ լավ էր, որովհետև եկեք ընդունենք, որ նաև ընտանիքներում վեճեր էին լինում, թե որ հաղորդումն է, որ պետք է նայենք, միշտ մեծերը հաղթում էին այդ հարցում։ Բայց հետո երբ որ նույնը հեռախոսը, չէ, առաջ ասենք կար հեռախոս, որը հարևաններով օգտվում էր, երբ որ հարևանը խոսում էր, մյուսը չէր կարող խոսել, բայց հիմա անցանք արդեն անհատականացված հեռախոսների։ Այդ տեխնոլոգիաների զարգացման այս անհատականացման տրամաբանությունը շատ ուժեղ ձևով ազդել է նաև մարդկանց ապրելակերպի եւ հոգեբանության վրա։ Եվ այդ իմաստով դեռևս 20-րդ դարի կեսերին գերմանացի հայտնի փիլիսոփա Հայդեգերը այդ զգուշացումը արել էր։ Ինքը ասում էր, որ տեխնոլոգիան ամենևին էլ չեզոք բան չէ։ Դրա հետևում կա որոշակի իդեոլոգիա։ Եվ այդ իդեոլոգիան անհատականությունն է, որ այսօր նաև մտել է կրթության ոլորտ, չէ, մենք ասում ենք անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր երեխայի եւ այլն, բայց ոչ մեկը չի ասում դա, ասենք 35 հոգանոց դասարանում կամ 50 հոգանոց կուրսում ոնց պետքա ուսուցիչն ու դասախոսը դա անեն։ Բայց այդ քանի որ հիմա այդ փիլիսոփայությունը մոդայի մեջ է, որ անհատական պետք է լինի ամեն ինչը, եթե հեռախոսը անհատական է, ուրեմն դասն էլ պետք է լինի անհատական։ Նույնիսկ այդպիսի սխալ մի բան կա, չէ, որ Հայաստանում էլ են քարոզում այդ ուսումնառության ոճեր, որը ասում է, որ ամեն մարդ ունի սովորելու իր սեփական նախընտրելի ոճը, արդեն երկար ժամանակ հերքված է այս տեսությունը, բայց Հայաստանում դեռևս այն սխալ ձևով քարոզվում է։ Չէ, հիմնականում այդ տեսողական, լսողական, այսինքն մարդիկ կան, որ իբր սիրում են սովորել տեսնելով, մարդիկ կան, որ սիրում են սովորել լսելով, կամ գրել կարդալով, կամ կինեստետիկ ձևերով, այսինքն կիրառելով, շփվելով եւ այլն։ Հիմա այդ անհատականացվածությունը, որ կյանքի ամեն ոլորտ մտել է, խանգարում է, որ Հայաստանում որևէ հավաքական բան լինի։ Եվ հիմա մենք տեսնում ենք, չէ, ինչքան ատոմիզացված է Հայաստանի հասարակությունը։ Եթե փորձես մարդկանց ինչ-որ բանի շուրջ համախմբել, չի ստացվում, որովհետև արդեն բոլորին այդ իրենց փուչիկների մեջ փակել են, եւ մարդը սկսել է այդ իմաստով չտեսնել։ Իդեպ ես վերջերս նաև որ հարցնում եք կրթության փիլիսոփայության մասին, ես կարևորում եմ նաև որպես կրթված մարդու կարևորագույն հատկանիշներից մեկը տեսնելն է։ Եվ այս մասին դեռևս խոսել է նաև Պլատոնը իր հայտնի պետություն աշխատության մեջ, որտեղ կրթված մարդու հատկանիշներից մեկը այն է, որ ինքը տեսնի։ Մենք այսօր ստեղծել ենք մի հասարակություն, որ մարդիկ կարող են նայել, բայց չտեսնել։ Եթե դու չես տեսնում, բնականաբար չես էլ հասկանում, չես էլ կարող այդ խնդիրը գիտակցել։ Այդ իմաստով հիմա մենք շատ ինդիվիդուալիստ հասարակություն ենք դառնում, թեև իհարկե դեռևս ունենք որոշակի այսպես կոլեկտիվ բնազդներ, որովհետև ամեն դեպքում բնազդորեն չէ մարդը ունի պատկանելու ցանկություն, այսինքն այնպես չի, որ մարդիկ չեն ուզում ինչ-որ խմբերի մեջ լինել, դա բնազդ է, դա չեն կարող վերացնել, բայց հնարավորինը արվում է, որ մարդիկ անգամ եթե ինչ-որ խմբերի մեջ են, փորձեն այդ խմբերում լուծել հենց իրենց անձնական հարցերը։ Դա բնազդը հասկացանք, էլի հավանաբար կրկնություն լինի, լուրջ խնդրի առաջ են կանգնած եւ ակնհայտ է, որ կրթությունով նաեւ պիտի այս խնդիրները լուծել։ Այս ինդիվիդուալիզմի բացասական կողմից ինչպես կարելի է օտարվել, թոթափել այդ ինդիվիդուալիզմի բացասական հետևանքները եւ փորձել հավաքական ամբիցիա սրսկել հասարակության եւ մտածելնդի մեջ։
Շատ դժվար է լինելու, որտեղ այդ ինդիվիդուալիզմը նաև դարձել է այսպես բիզնես պրոդուկտ, որովհետև այն ըստ էության վաճառվում է, երբ որ մենք մարդուն ասում ենք ինքդ հավատա քեզ, հավատա քո ուժերին եւ այլն, դա ինչ է, դա մարքեթինգային քայլ է, որով մենք մարդու վրա ինչ որ բան ենք վաճառում։ Այսօր մենք նույնիսկ ունենք մարդու ապրանքայնացման միտում, այսինքն մարդուն ապա մարդկայնացնելու, որովհետև տեսեք օրինակ նույն սոցիալական ցանցերը, չէ, մենք շատ սիրում ենք, որտեվ դրանք անվճար են, ինչ որ պահանջներ մեզ չեն ներկայացնում, հանգիստ օգտագործում ենք մեր քմահաճույքով, բայց իրականում մի շատ հետաքրքիր մարդ, որի անունը այս պահին չեմ հիշում, այս կապակցությամբ ասել է, որ եթե ինչ որ մի բան անվճար է ձեզ տրվում, զգուշ եղեք, որովհետև այդտեղ ապրանքը կարող է դուք եք։ Հետաքրքիր է։ Այո, այսինքն սոցիալական ցանցերում մեզնից գումար չեն ուզում, որովհետև սոցիալական ցանցերում մենք ապրանք ենք, որը վաճառում են, գնում են եւ այլն։ Եվ գիտեք նաեւ, որ հատկապես քաղաքական այս գործընթացներում մենք ապրանք է վերածվեց հասարակությունը։ Այդ ալգորիթմները, չէ, հաշվում են, ասենք մենք ոնց ենք հաշվում, որ ապրանքը ինչքան է վաճառվել, չէ։ Եվ ասում ենք, ահա, սա շատ է վաճառվում, եկեք սա շատ արտադրենք։ Այդ նույն ձևով սոցիալական ցանցերի ալգորիթմները հաշվում են, թե որ կարծիքը, որ տեսակետը, որ դիրքորոշումը ավելի շատ է արտահայտվում։ Եվ ասում են, ահա, այսա շատ է, եկեք մեր մարքեթինգային տեխնոլոգիաները աշխատացնենք, որ այս ձևի մարդիկ շատ լինեն։ Օրինակ, այնպիսի մարդիկ, որոնք հարմարվող են, լռող են, խնդիրները չտեսնող են, կամ կոնֆորմիստ են։ Ինչ որ մեկը խնդիր է բարձրացնում, հա, սկսում են հոգեբանական ճնշում, էլի սկսեցիք, միայն վատն եք տեսնում եւ այլն, հա, եկեք լավը տեսնենք այսպես, հետո ասենք, երբ որ ինչ որ մի բան ցախողվում է, այդ օպտիմիստները անհայտանում են, որտեղ իրանց բիզնեսը արդեն ցախողվեց։ Իրանք սկսում են արդեն նոր իրավիճակի վրա կառուցել այդ իրանց տոքսիկ օպտիմիզմը, հա, որը ասենք հետո բերում է նոր խնդիրների։ Մի անգամ լսեցի Սերոբ Խաչատրյանի հետևյալ ձևակերպումը. կրթության մեջ պետք է հայելուն նայող մարդուց գալ դեպի պատուհանից նայող մարդուն։ Այո։ Ես հասկանում եմ ինչի իմաստ է, բայց կուզեի որ ավելի մանրամասն խոսենք։ Հենց դա ինդիվիդուալիզմի դեմ է ուղղված, որովհետև ինդիվիդուալիզմը մարդուն այսօր քարոզում է այդ հայելային մտածելակերպը, որ նայիր հայելուն, հիացիր ինքդ քեզնով, ոգևորվիր քեզանով, հավատա ինքդ քեզ եւ այլն եւ փորձիր քեզ, այսպես ասած, աճեցնել, զարգացնել։ Իսկ երբ որ դու նայում ես պատուհանից, դու տեսնում ես քեզանից դուրս գտնվող իրականությունը, աշխարհը ըստ էության։ Եվ դու արդեն դառնում ես, այսպես ասած, աշխարհը տեսնող մարդ, քեզանից դուրս գտնվողը տեսնող մարդ։ Այսա մարդու ամենակարևոր որակներից է։ Եթե մենք խոսում ենք օրինակ հավատից, չէ՞, կրոնը, հայրենասիրությունը, մնացած կարևոր արժեքները, դրանք ինչ են քարոզում, ինչ է քարոզում խորքային իմաստով կրոնը, հայրենասիրությունը, դրանք քարոզում են այն, որ դու պետք է տեսնես քեզանից բարձր ինչ որ մի բան։ Եվ այո, նույն Աստծո գաղափարը, չէ, ինչ է, ասինքն որ դու չես, քեզանից բարձր էակ կա։ Հայրենիքի գաղափարը, որ դու չես, կա, ասենք քեզանից ավելի կարևոր արժեք։ Հիմա ցավոք սրտի մարդկանց ասում են այդ ամեն ինչը միֆեր են, հա, մի հավատացեք, ոչ Աստծուն, ոչ հայրենիքին, ոչ հասարակությանը, անգամ ոչ էլ հավատացեք ձեր, այսպես ասած, ընկերներին, ինքներդ ձեզ հավատացեք։ Այս սա է, որ բերում է այդպես հայելուն նայող մարդուն, որ իրենից դուրս ոչինչ չի տեսնում, այս մարդը շատ վտանգավոր է։ Եթե նայենք այս էկոլոգիական խնդիրները, կլիմայի փոփոխություն, չէ, պատերազմը հիմա որ այսքան շատ քննարկվում են։ Ինչից են դա գալիս։ Դա գալիս է նրանից, որ մարդիկ տեսնում են միայն իրենց շահերը, իրենց, այսպես ասած, դիկտատորական նկրտումներն են փորձում առաջ տանել եւ ասենք պատրաստ են ցանկացած արժեքի վրայով անցնել։
Եթե սա համաշխարհային process է, ինչու ասենք որոշ երկրներ հաջողում են, իսկ մենք ոչ։ Ու այդ կապակցությամբ իհարկե շատ տարբեր տեսություններ կան։ Գիտեք, որ կա այդպիսի գրքեր կան, թե ինչու ասենք հենց Արևմտյան Եվրոպան դարձավ ավելի այսպես մարդկության զարգացման օղակը եւ այդտեղ կան այսպես ինչպես աշխարհագրական դետերմինիզմով պայմանավորված տեսություններ, որ ասենք, չգիտեմ, այդտեղ ծով կար, կլիման ավելի հարմարավետ է, իսկ այն վայրերը, որտեղ կլիման ավելի վատն է, այդպես էլ զարգացած երկրներ չեն ձևավորվում։ Կան նաեւ ավելի սոցիոլոգիական բացատրություններ, որոնք ասում են, որ օրինակ արևմտյան հաստատություններում տեղի է ունեցել այդ ճեղքումը։ Ճեղքումը տեղի է ունեցել այն առումով, որ մարդիկ փորձել են, այսպես ասած, ավելի կլանային ապրելակերպից անցում կատարել դեպի ավելի այսպես կոչված քաղաքացիական ապրելակերպ։ Եվ իհարկե այս տարբեր տեսություններ կան։ Մեր խնդիրը, օրինակ հայ ժողովրդի խնդիրը այն է, որ մեզ մոտ այդ ճեղքումը չի եղել, բայց ինչպես հասարակական ցանկացած երևույթ, այդ ճեղքումն էլ ունի իր բացասական եւ դրական կողմերը։ Այո, արևմուտքը արել է այդ ճեղքումը, հասել է տնտեսական զարգացման բարձր մակարդակի, բայց նույն արևմուտքն էլ խնդիրներ ունի։ Այնտեղ էլ ասենք, տեսնում ենք, ասենք, ինչքան շատացել են ինքնասպանությունները, ինչքան շատ մարդիկ գերադասում են չամուսնանալ, երեխա չունենալ, այսինքն որի արդյունքում իրանք ունեն դեմոգրաֆիական լրջագույն խնդիրներ, այսինքն մենք հասել ենք նրան, որ այդ հասարակություններում սոցիալական ինստիտուտներն են սկսում փլուզվել, այսինքն մարդիկ օրինակ ասում են իսկ ինչի՞ս է պետք ընտանիքը, այսինքն արժեզրկվում է ընտանիքի ինստիտուտը, արժեզրկվում է համայնքի ինստիտուտը, չէ՞, մարդիկ ապրում են ինչ-որ վայրում, բայց իրենց կողքի հարևանին չեն ճանաչում, որտեղ ասենք համայնքի հասկացությունը չկա, քանդված է։ Մեր հասարակությունը, որ այդ ճեղքումը չի արել, այսինքն մենք դեռևս ավելի այսպես կլանային բաներ կան, հիմա այդ կլանային բաների վրա նաև մեզ մոտ ծաղկում է ինդիվիդուալիզմը։ Այդ հետաքրքիր բան է, այսինքն մեր հասարակությունը դեռ շարունակում է ինչ-որ իմաստով մնալ ջերմ, տաք հասարակություն, որովհետև մարդիկ դեռևս իրար հետ բավական շփվում են, ընտանիքը դեռևս արժեք է, բայց այո, ճիշտ եք ասում, մեզ մոտ էլ հիմա կան այդ միտումները, բայց մեր պարագայում զարգացումները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան տեղի ունեցան արևմուտքում, որովհետև արևմուտքում այդ ճեղքումը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ իրենք օրենքը համարեցին գերակա բան, այսինքն իրենք օրինապահ հասարակություն ինչից գերակա, բարոյական արժեքներից գերակա, օրենքը ինչից է գերակա։ Այո, թեկուզ, բայց նաև ներառելով բարոյական արժեքները որոշ առումով։ Բայց հիմա մեզ մոտ ռիսկը այն է, որ մենք այս վիճակով, հա, դեռևս ոչ օրենք ենք հարգում, ոչ օրինապահություն եւ այլն, այս վիճակով ենք մենք դառնում ինդիվիդուալիստական հասարակություն։ Եվ սա շատ ավելի, այո, հիմա մենք անդադ բողոքում ենք, չէ, որ դպրոցներում, թաղամասերում անդադ տարօրինակ սպանություններ են լինում հասարակ բանի համար, հա, ընդամենը մարդը կարող է մի ողջամիտ դիտողություն անել մի սանձարձակ մեկին եւ ասենք սպանվել։ Կյանքով հատուցել։ Հիմա, այսինքն սա նշանակում է, որ մեր հասարակությունում այս ինդիվիդուալիզմն ու այս կլանային բանը խառնվում են իրար, ու սա իմ կարծիքով շատ վտանգավոր է լինելու, որտեղ նույն արևմուտքում, այո, այդ ինդիվիդուալիզմը կա, բայց այնտեղ գոնե, այսինքն օրենքի քիչ թե շատ գերակայություն իրենք ունեն։ Իմ խնդիրը այն է, որ մենք ցավոք չկարողացանք այդ հասունացման փուլը անցնել, որպես հասարակություն։ Այո, որը արևմուտքի շատ հասարակություններ 20-րդ դարում կարողացան անցնել։ Իսկ հիմա էլ շատ դժվար է այդ հասունացման փուլը անցնել, ինչու, որտեղ տեխնոլոգիաները այսօրվա շատ արագ են չեն թողնում, որ դու ինչ-որ մի այդպես կոլեկտիվ կամ ինչպես ասեցիք, հավաքական մի բան անես։ Փորձում ես ինչ-որ մի բան անել, անմիջապես տեղի ունենում պառակտում։
Եվ այսօր շատ հեշտ է մարդկանց արագ պառակտել, հանել իրար դեմ, բայց 20-րդ դարում ինձ թվում է կարողացան եվրոպական արևմտյան շատ հասարակություններ այդ անել, որտեղ այն ժամանակ տեխնոլոգիաները շատ ուժեղ չէին եւ ստացվեց։ Իհարկե որոշ դեպքերում նաեւ շատ տգեղ բան ստացվեց, օրինակ նույն ֆաշիզմի բարական, որը էլի ինչ որ մի այդպես հավաքականություն ստեղծելու փորձ էր, բայց ընդհանուր առմամբ իհարկե արևմուտքը կարողացավ դա անել։ Հիմա իրենց մոտ ավելի իրավունքի վրա հիմնված ինդիվիդուալիզմ է։ Մենք ավելի այդպես, չգիտեմ, կլանային արժեքների վրա հիմնված ինդիվիդուալիզմի ենք գնում։ Լավ, գանք ուսուցչին։ Մեր կրթության ասպարեզում կարևոր դերակատարումը պատկանում է նախ եւ առաջ ուսուցչին։ Անշուշտ չստորադասել նաեւ մյուս օղակները։ Նույն սովորողին, ծնողին, հասարակությանը, բայց ուսուցչին գանք։ Ցավոք սրտի ծեծված փաստ է, որ ուսուցչի հեղինակությունը մեր հասարակության մեջ անկում է ապրել։ Տարածված խոսքեր չէ, Ճապոնիայի վարչապետի ասածը, որ տվեք ուսուցչին, մենք ուսուցչին տվել ենք կայսեր չափ հեղինակություն, պատգամավորի չափ աշխատավարձ եւ նախարարի չափ լիազորություն եւ մեր կրթական համակարգը շատ լավ վիճակում է։ Հիմա մի օրում հավանաբար դա հնարավոր չի անել, չնայած շատ ցանկալի է նման իրավիճակ լինել Հայաստանում։ Հայաստանում ուսուցչի հեղինակությունը վերականգնելու համար ինչ պիտի անել։ Շատ բարդ հարց է, որովհետեւ մենք ապրում ենք կապիտալիզմի դարաշրջանում, որտեղ մարդկանց սկսել են չափել փողով, այսինքն ինչքան փող է ստանում, այդքան մարդ ես։ Հիշենք համակարգի փոփոխություն։ Այո, Սունդուկյանի հայտնի այդ Պեպոյի մենախոսությունը, չէ, որ ասում էր ով ես դու, ինչ ես դու հիմա, ցավոք սրտի ես կապիտալիզմի, վայրի կապիտալիզմ ասենք, ինչ լիբերալ կապիտալիզմ ասենք, այստեղ խնդիրը այն է, որ քանի որ ուսուցչի աշխատավարձը ցածր է, այսինքն 80-90 հազար դրամ մաքուր, եթե մեկ դրույքով են աշխատում, ուրեմն ոնց կարելի է այդ մարդը այդ հասարակությունում դիրք ունենա։ Ես օրինակ շատ հաճախ աշակերտներին բարձր դասարանների տարբեր ծրագրերի շրջանակում դասախոսություններ, հանդիպումներ միշտ հարցնում եմ, քանի հոգի է ձեզանից ուզում ուսուցիչ դառնալ։ Բնականաբար ձեռք չկա կամ մաքսիմում 1-2 ձեռք, եթե մեծ խումբ է շատ, եւ ասում եմ, լավ, ինչի չեք ուզում դառնալ։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, իրենք առաջինը չեն մատնանշում աշխատավարձը։ Իրենք առաջինը մատնանշում են այն իրողությունը, որ ուսուցիչ աշխատելը շատ դժվար է։ Որովհետեւ դու ոչ միայն ցածր ես վարձատրվում, այլև դու գտնվում ես այսպես հարվածի տակ, թիրախի տակ, որովհետեւ ծնողները շատ տարբեր են եւ այսօր իսկապես շատ ուսուցիչների համար դժվար է կողմնորոշվել թե իրենք ինչ ոճով աշխատեն։ Եթե մի քիչ հին ոճով ես աշխատում, սկսում են բողոքել ավելի այսօրվա մոդեռն ծնողները, որոնք ասում են ինչու եք իմ երեխային ինչ որ բան ասել։ Դուք իրավունք չունեք, հա։ Եթե փորձում ես լիբերալ ձևով գնալ, այսինքն լավ երեխաների մյուս թևն է բողոքում։ Այո, մյուս ծնողների մյուս թևը գալիս ասում է կներեք, ձեր դասանում քաոս է, աղմուկ է, ով ինչ ուզում անում է, կարգապահություն չկա, այս ինչ է կատարվում։ Հիմա այ ուսուցիչները այդ երկընտրանքի առաջ են եւ իրենք իշխանությունից չունեն այդ մանդատը, որ հարգելի տնօրեններ եւ ուսուցիչներ, փորձեք ձեր դպրոցներում կարգ ու կանոն հաստատել։ Եվ տեսեք վերջին շրջանում ինչքան շատացել են, չէ՞, դպրոցներում դեպքերը, ասենք, այո, վերջին դեպքը, որ տարօրինակ էր, էլի, այդ Տավուշում փոխտնօրենը ծխախոտ է հայտնաբերել երեխայի մոտ, հարվածել է եւ փոխտնօրենին ձերբակալել են։ Հիմա ասենք, բնականաբար շնորհակալություն։ Այո, այստեղ օրինակ ասենք նման լուր ենք մենք տարածում եւ աշակերտները բնականաբար կարդում են։ Գոնե, այսինքն այո, կարող եք այդ փոխտնօրենին քննադատել, ասել լավ ծխախոտ ես հայտնաբերել, ինչի ես հարվածել, փորձեիր, ասենք, ծնողին կանչեիր, երեխայի հետ խոսեիք եւ այլն, բայց ասենք
ոչ մի բան չի ասվում, իսկ երեխան կամ երեխայի ծնողը ինչ որ պատասխան պետք է տան, որ 9-10-անի երեխան ծխախոտով գնում է դպրոց, չէ՞։ Հիմա այստեղից աշակերտները հետևություն են անելու, որ ահա, փաստորեն մենք էլ կարող ենք ծխել, եթե ուզում ենք ինչ որ մի ուսուցիչ ձերբակալեն, եկեք ծխենք, թող ինքը մեր ծխախոտը տեսնի, հավասարակշռությունից դուրս գա ու իրան ձերբակալեն։ Դրա համար ասենք շատ զգուշ պետք է լինի մեր մեդիան այդ տեսակի հրապարակումներում։ Այս իմաստով իհարկե մենք շատ ենք քարկոծում ուսուցիչներին, ամբողջ բեռը դրված է իրենց վրա։ Եթե Հայաստանում երեխան ինչ որ մի բան չգիտի, մենք ինչ ենք ասում, ով է եղել ուսուցիչը։ Այսինքն ստացվում է, որ միայն ուսուցիչն է պատասխանատուն։ Շատ լավ է, որ պատասխանատու է, բայց եթե այդքան լիազորություն պետք է մարդը ինքը պետք է լիազորություն ունենա։ Օրինակ խորհրդային դպրոցում այդ լիազորությունը ունեին։ Տեսեք, օրինակ, երբ որ եւ հարգանքն էլ վայելում էին։ Երբ որ ես դպրոցում սովորում էի, մեր տնօրենի համար բացարձակապես կարևոր չէր ով ես դու։ Դու կարող էի լինել դատավորի երեխա, քաղկոմի աշխատողի երեխա եւ բանվորի երեխա։ Եթե դու ինչ որ սխալ բան էիր անում, տնօրենը հավասարապես պատժում էր։ Այսօր եթե դուք փորձեք ինչ որ մի, չգիտեմ, հայտնի մարդու կամ ազդեցիկ հարուստ մարդու երեխային ինչ որ մի բան ասել, դուք կարող եք տակից դուրս չգաք։ Ավելի հավանական է, որ այդ տնօրենը կամ ուսուցիչը ձերբակալվի աշխատանքից կազատվի, քան այդ երեխան ինչ որ պատասխան կտա։ Ես այդպիսի դեպք վերջերս եմ իմացել, որ ուսուցիչը սանձարձակ աշակերտին դիտողություն է արել, որից հետո մի քանի շաբաթ հետո ինքը դիմում է գրել դուրս է եկել ուսուցիչը։ Այսինքն այդ սանձարձակ աշակերտի երեխաները հաղթել են ըստ էության։ Իրանք ստիպել են տնօրենի, որ պիտի հեռացնես այդ ուսուցչին։ Այս իմաստով ուսուցիչները շատ անպաշտպան են, չկա արմիություն գործող որպես այդպիսին, եւ մարդիկ չեն էլ դիմում, որ ճիշտն ասեմ, որտեղ եթե շատ լինեն դիմողներ, հա, այդ արմյութենական շարժումը կսկսի ուժեղանալ, բայց շատ հաճախ իրենք էլ ուսուցիչները լուր հեռանում են, ծածկադմփոց են անում, աղմուկ չեն բարձրացնում եւ բնականաբար մտածելով որ ցածր աշխատավարձ են ստանում, գնանք ուրիշ գործ կանեն։ Մի մասը գնում են ուրիշ դպրոց, մի մասը ուրիշ ոլորտ։ Ես օրինակ վերջերս իմ գործընկերներից մեկը, որը կամավոր ատեստացիան հաղթահարել էր իդեպ, որոշել էր մտնել դպրոց։ Եվ դիմացավ 2 ամիս։ Այսինքն բավական բարձր գիտելիքների մակարդակով մասնագետ, բայց ցավոք սրտի քաոսային իրավիճակ է։ Պաստորեն, եթե փորձենք ամփոփել այս հատվածը մեր զրույցի, ուսուցչի համար խնդիրը ոչ միայն ֆինանսականը, այլև համապատասխան կրթական միջավայրի, բարոյահոգեբանական միջավայրի ապահովում է։ Այո, միանշանակ, որովհետև բայց դա մեծապես կնպաստի կրթության որակին ուսուցիչների հանդեպ ձևավորվել է այն պատճառով, որ նրանց աշխատավարձը շատ ցածր է։ Տեսեք, անընդհատ մենք թմկահարում ենք, չէ՞, նախարարությունը, որ ուսուցչի այսքան ուսուցիչ, գիտեմ, 200-300 հոգի 400,000։ Շատ ցածր տոկոս։ 400,000, հա։ Անգամ ես տեսել եմ լուրերով մի շատ տգեղ ռեպորտաժ, երբ որ լրագրողը զանգում է ինչ որ անհատ ուսուցչի եւ ասում է կներեք դուք ինչքան աշխատավարձ եք ստանում։ Եվ այս մարդը ասում է 400,000, ասում են հա տեսեք որ ողջ մարդիկ կան, որոնք կարող 600,000 է ասել, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Հայաստանում սկսնակ քննիչի աշխատավարձը 600,000 է։ Սկսնակ քննիչի։ Հիմա ասենք այդ 400,000-ը տենց լուրերով թմկահարել, դուք պատկերացնում եք որևէ քննիչի լուրերով զանգեն, ասեն ձեր աշխատավարձը ինչքան է, կամ որևէ դատախազի։ Մեծ աղմուկ կբարձրանա, չէ՞, ասենք ձեր ինչ գործն է ինչքան է։ Բայց ասենք հիմա օգտվելով այդ վիճակից, հիմա ոնց որ ուսուցիչների մի խմբի աշխատավարձը բարձրացվում է, որpիսի դա, այսպես ասած, գնդակը գցեն ուսուցիչների դաշտը։ Ասելով որ ահա դուք ստանում եք 80,000, որտեղ դուք ատեստացիան չեք անցել։ Բայց զուգահեռաբար ուսուցչի խնդիր ունեն, կամ ուսուցչի նեղ տեղն են դրել, նեղ վիճակի մեջ են դրել։ Մենակ Երևան քաղաքում
1000 ուսուցչի թափուր տեղ կա։ Մենակ Երևան քաղաքում։ Եվ հիմա էլ տեսեք ինչքան արդեն նոյեմբեր ամիսն է, չէ՞։ Անընդհատ թափուր տեղերի հայտարարություններ են։ Այս սեզոնին թափուր տեղերի հայտարարությունները որպես կանոն լինում են այն պատճառով, որ ինչ որ մի ուսուցիչ հրաժարվել է մեկ ամիս հետո։ Այո։ Որտեվ սովորաբար նոյեմբեր ամսին ինչ է թափուր տեղեր առաջանում։ Լավ, կարող է եզակի մահվան դեպքեր լինեն, բայց թափուր տեղերը եզակի չեն։ Մենակ Երևանում 1000, մարզերում շատ ավելի շատ։ Ըստ էության այն թմբկահարումը, որ ուսուցիչները հիմա հնարավորություն են բարձր աշխատավարձ ստանալու եւ դրանով կարող են սոցիալական վիճակը բարելավել, այնքան էլ արդարացված չէ։ Մեծ հաշվով մեծ մասը ունեն նվազագույն բոլորի համար որոշակի միջին կարգի նվազագույն աշխատավարձ պետք է սահմանվի, հետո նոր այդ ստացիան հաղթահարողները միգուցե ունենան ավելի բարձր ստանալ։ Ճիշտ է, բայց այստեղ մի ուրիշ կարևոր կրթական քաղաքականության գործիք էլ կա, որը մենք ճիշտ չենք ներկայացնում։ Ցանկացած քաղաքականության մեջ կա երկու նժար։ Մի նժարը դա պահանջելն է, օրինակ հիմա երբ որ մենք ասում ենք եկեք ատեստավորվեք, ձեզ բարձր աշխատավարձ տանք, դա պահանջի նժարն է։ Մյուս նժարը աջակցելու նժարն է։ Այսինքն որպեսզի այս մարդիկ կան եւ հաղթահարեն, մենք պետք է իրանց լավ օրինակ վերապատրաստենք։ Հիմա հարց, այս տարիների ընթացքում մենք նորմալ վերապատրաստումներ արել ենք ուսուցիչների համար, այսինքն կրթության նախարարության աջակցության բաղադրիչը, աջակցության նժարը լավ է աշխատել։ Իհարկե ոչ։ Եթե հիմա մենք գնանք, ունենք մոտավորապես 30,000 ուսուցիչ եւ 8,000 դասավանդող։ Հիմա 38,000-ի մոտ գնանք, ասենք, էլեմենտար հմտություններ ստուգենք։ Օրինակ, էլեկտրոնային փոստից օգտվել կամ տարբեր անգամ EMIS-ից օգտվել։ Դուք կտեսնեք, քանի ուսուցիչ կա, որ չի կարողանալու օգտվել։ Մեծ թիվ է լինելու։ Բայց երբ որ մենք նայում ենք նախարարության հաշվետվությունները, տասնյակ հազարավոր ուսուցիչներ, այսինքն բոլորը վերապատրաստվել են ՏՀՏ-ի գծով։ Հիմա լավ, եթե ՏՀՏ-ի գծով են վերապատրաստվել, բայց հասարակ բաները պետք է կարողանան օգտագործել։ Ինչի չենք սովորեցրել։ Օրինակ այսօր մենք մի պարզ հարց եկեք լուծենք։ Օրինակ կարելի է մի նպատակ դնել, ասել 2025 թվականի հունվարից սկսում ենք, մինչև 2025 թվականի դեկտեմբերը դպրոցներում չլինի մի ուսուցիչ, որը չկարողանա էլեկտրոնային փոստից օգտվել, EMIS-ից օգտվել եւ մնացած պարտադիր գործիքներից։ Պարզ նպատակ դնենք, հա չդնենք, չգիտեմ, արհեստական բանականություն, եսիմ նոր թվային գործիքներ, պարզը յուրացնենք նորացնենք թվային գրագիտություն։ Եկեք այս փոքր հարցը տասնյակ տարիներով չեն, քանի տարի արդեն էլեկտրոնային փոստը կա։ Լավ, ասենք, հնարավոր չէ այդ հասարակ հմտությունը մարդուն, որը 30 տարի է դպրոցում աշխատում է, սովորացնել։ Լավ, այսօր ասենք ինքը 50 տարեկան է, չէ՞, բայց 20 տարի առաջ 30 տարեկան էր, չէ՞, կարող ենք այն ժամանակ թարմ էր, դեռ երիտասարդ էր, կարող էր սովորել։ Բայց այդ բանը չկա, այսինքն հետո ամբիցիոզ բաներ ենք դնում, նպատակներ, բայց մանր բաներ ակադեմիական քաղաք, կրթական գերազանցություն, շրջանավարտների 90% պետք է բանալ։ Լավ, այս կրթական վիճակով հանրակրթության այս ծանր վիճակով ակադեմիական քաղաքը իրատեսական կարող է լինել, էլ չենք խոսում ակադեմիական քաղաքի նաև մյուս դժվար իրականանալի բաղադրիչների մասին։ Մենք այս մեր հանրակրթությամբ գիտեք, ես մի շատ հետաքրքիր մտածող կա Մելո ազգանունով, ինքը մի հետաքրքիր բան է ասել այս կրթության մասին, ասում է դուք կարող եք ունենալ հրաշալի լաբորատորիաներ, լսարաններ, տեխնոլոգիաներ, շենքեր եւ այլն եւ այլն։ Բայց այդ ամեն ինչը զրո է, եթե դուք չունեք մտահոգ սրտեր եւ տեսնող աչքեր։ Հիմա ինձ համար ակադեմիական քաղաքը այս պահին դա ինչ որ շենքեր են, լաբորատորիաներ են, ստադիոն, մետրո, գեղեցիկ ապակեպատ ավտոկայարան, երկաթուղային կայարան։ Շատ լավ, այդ արեցինք, բա այդ մարդկային ռեսուրսի հարցը ի՞նչ է լինելու։ Որտեվ
եթե մենք շենքերի համար ենք մարդկանց տանում, դա անիմաստ գործ է։ Եթե շենքը փոխում ենք, հիմա ես ասենք այս շենքում դասավանդելու փոխարեն գնացի 1 կիլոմետր այն կողմ մի ուրիշ շենքում դասավանդեցի։ Ինչ է փոխվելու, ոչինչ։ Մի մանկավարժական, հիմա եթե ոսկե պատերով մանկավարժական համալսարանն ակադեմիական քաղաքում այդ ուսուցչի աշխատավարձը ցածր է, այո, դասախոսին էլ նույնպես արդյունք չի տալու։ Եվ չես էլ կարող դրսից մարդ բերել, որովհետև կրթությունը այդպես չի, որ դրսի մարդիկ կան այստեղ այդպես հեշտությամբ դասավանդեն։ Նախ բոլորս գիտենք դրսի լավագույն մասնագետները ինչ ֆինանսական պահանջներ են ներկայացնելու, որ անհնար է լինելու, իսկ միջակ մարդկանց դրսից բերելը պարզապես իմաստ չունի, որովհետև նրանք էլի մեծ փողեր են ուզելու, բայց գուցե մեր դասախոսներից ավելի լավը չեն լինելու։ Դրա համար ասենք, չգիտեմ, ես համարում եմ, որ մենք պետք է ավելի այս պահին փոքր խնդիրներ լուծելով գնանք, որովհետև անընդհատ մենք կրթության մեջ դնում ենք ամբիցիոզ նպատակներ, ես հասկանում եմ, դա գուցե քաղաքական տեսանկյունից ձեռնտու է, որովհետև հասարակությանը պետք է անընդհատ գցել սպասումների մեջ, չէ՞։ Կա այդպիսի նաև հոգեբանական երևույթ, որ մարդը ինչ որ բանի սպասելիս ավելի երջանիկ է դառնում, քան երբ որ այդ սպասումը իրականանում է։ Հիմա Հայաստանում փորձում են մարդկանց ներարկել հերթական սպասումը, որ ահա սպասեք 2030 թվականին եւ տեսեք ինչ է լինելու՝ տրամվայ, մետրո, չգիտեմ, շենքեր, ստադիոններ, համերգասրահներ, հանրակացարաններ։ Դե բացեն վերջին տարիներին մարդիկ այս մեծ սպասումները ունեին։ Այո, այդ սպասումները դա նաև քաղաքական գործիք է։ Եթե դու ուզում ես իշխանությունը ուժեղացնես, դու պետք է մարդկանց գցես սպասումների մեջ։ Աչափնյակի մետրո, հա, ակադեմիական քաղաք, էլի ունենք այդպիսի բաներ։ 5 բու, առնվազն 4 բու աշխարհի 500 լավագույնի մեջ։ Հա, սպասում է, չէ՞, մարդիկ ասում են պատկերացնում են 5 տարի է սպասենք, top 500-ում կսովորեն, հա, մեր երեխեքը։ 4 բու, ընդ որում այդ ծրագիրը պետք է իրականացնենք մինչև 30 թիվը։ Այսինքն կամ այդ մարդիկ իսկապես պատկերացում ունեն ինչ բան է top 500 համալսարանը, կամ էլ ձեր ասած քաղաքական գովազդ է։ Իրականում ակադեմիական քաղաքը Սերոբ ջան դու ես եղել եմ եղել դրսում, տեսել ենք ինչքան լավ բան է կամպուսները, բայց դա ամբողջ Հայաստանի բուհական համակարգին քաշել դրա մեջ, ընդ որում հաշիվանում դա անիրատեսական բան է, փորձանքի առաջին տանը։ Ես դա կոչում եմ համալսարանների գետոյացում, որովհետև նոր օրենքի նախագիծը որ նայում ենք, այնտեղ այդ ակադեմիական քաղաքի բաժնում այդպիսի բան կա, որ ակադեմիական քաղաքից դուրս բուհերը չեն կարող ունենալ ենթակառուցվածքներ, այսինքն ինչու։ Դա որոշակի բացառություն կար կարծեմ, բնակլիմայական, բայց ասենք ինչու ենք մենք ասենք որոշել, որ հենց այդ տարածքում տիլինի ամբողջ կրթական համակարգը։ Դե բանալի միտք են հասարակության մեջ գցել, Երևանը բուհ չպետք է լինի։ Եվ ոչինչ չի ասվում մարզային բուհերի մասին։ Անդադ թմկահարում ենք, չէ, Հայաստանի համաչափ տարածքային զարգացում։ Հիմա ես նայում եմ օրենքը բարձրագույն կրթության, ոչինչ չկա, ասենք մարզային բուհերը չենք ուժեղացնելու։ Շիրակ, Գյումրին, Վանաձոր, իրենք կոլորիտ են նաև, տեղում մտավորականություն են պահում, երիտասարդություն են պահում։ Դա շատ կարևոր հարց է, ասենք օրինակ օրենքի ամենակարևոր կետերից մեկը իմ կարծիքով պետք է լիներ մարզային բուհերին արտոնություններ տալ անգամ։ Այո։ Հիմա օրինակ շատ ավելի լավ չէ լինի այս փողը, որ ծախսելու ենք ակադեմիական քաղաքի վրա, տայինք, ասենք, Շիրակին, որպես երկրորդ մեծ քաղաք Գյումրին, Վանաձորին, որպես երրորդ քաղաք, եւ Կապան, Սյունիք։ Եվ այդ փողը, որ պիտի հիմա 17-րդ թաղամասում ծախսենք, դրա կեսը, եթե ծախսեինք այս 3 մարզային կենտրոնների ուժեղացման վրա, շատ ավելի մեծ օրինակ այդ Գյումրի, Վանաձորի, Կապանի համալսարաններում բարձր աշխատավարձ սահմանեիք։ Դուք տեսեք Երևանից քանի դասախոս կգնա Գյումրիում ապրելու։ Անվճար տեղեր ապահովում ուսանողներ։ Որտեղ ասենք ավելի հանգիստ քաղաք է, խցանումներ չկան, եւ մարդիկ հաստատ կուզենան այդտեղ աշխատել, ապրել։ Հյուսիս հարավ ճանապարհն էլ որ ավարտվի, չէ,
Գյումրիից Երևան 50 րոպե է։ Անկամ շատ դասախոսներ ցանկության դեպքում կարող են նույն օրը հետ գալ Երևան։ Այսինքն եկեք մարզերը ուժեղացնենք։ 17-րդ թաղամասը ուժեղացնում ենք, որ ինչ լինի, Երևանը ավելի բան դառնա։ Մի նոր խցանման կետ ենք ուզում ստեղծել։ Մի հարցուց խոսենք եւ այսօրվա մեր զրույցը ավարտենք։ Ավագ դպրոցը չի կայանում։ Այո։ Ավագ դպրոցը ցավոք սրտի չի կայանում եւ այս տարի էլ շատ անհաջող տեղի ունեցավ չափորոշչի ներդրումը։ Անցած տարի դեռ պիտի ներդրվեր 10-րդ դասարանում, բայց քանի որ դասագիրք չկար, ընդամենը կարծեմ մի 10 դասագիրք էր անցել, մեծ մասը չէր անցել, 1 տարի հետաձգվեց։ Թվում էր, թե այդ 1 տարին բավարար կլինի, որ այս նոր չափորոշչի ներդրումը ավագ դպրոցում ավելի պատրաստ լինի։ Բայց տեսակ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինչ քաոս էր։ Անընդհատ փոխվում է ուսպլանը, մի բան հաստատվում է, տնօրենը իրականացնում է, ուսմասվարը դասացակը գրում է, մի շաբաթ հետո գալիս է հերքում, որ ի լրում են այս որոշման, հիմա պետքա այս ձևով անեք։ Եվ այս տարի ուղղակի 10-ից 12-րդ դասարաններ ունեցող դպրոցները, հատկապես 10-ը, ուղղակի տանջվեցին։ 2 ամիս այդ մարդիկ 1000 անգամ բան փոխեցին, որտեղ նախարարությունը անընդհատ որոշում էր փոխում։ Գումարած 5 առարկայից դասագիրք չունենք։ Այո։ Ընդ որում այնպիսի կարևոր առարկաներ, ինչպիսիք են հայոց պատմությունը, կենսաբանություն եւ քիմիա, չէ՞, երեքն էլ մարդիկ ասենք բժշկական համալսարան են, օրինակ դիմում, չէ՞, իրենց պետք է կենսաբանության քիմիայի դասագիրքը ուր է, կամ հայոց պատմությունը եւ դիմորդներին է պետք եւ մեզ համար կարևոր առարկա է։ Եվս 5 դասագիրք չկա 10-րդ դասարանում։ Եվ ասենք օրինակ ասում են բան արեք, այդ մի մասը 5 գրքերով արեք։ Հիմա կներեք, եթե դուք չափորոշիչը փոխել եք, ես ո՞նց 5 գրքով պարապեմ։ Այո։ Ուսուցիչները ծանր խնդիր առաջ են կանգնած։ Այո, կամ հայոց պատմությունը։ Այսինքն հիմա մարդկանց ասում են եկեք վերապատրաստվեք ամեն շաբաթ։ Մենք ձեզ նյութեր տանք։ Այդ նյութերով դասավանդեք։ Այդպես էլ փորձում Ես ինչի պետք է ամեն շաբաթ վերապատրաստվեմ։ Ուր է իմ նյութը, տվեք իմ դասագիրքը, չէ՞։ Հիմա մարդիկ ստիպված պիտի գնան ամեն շաբաթ ինչ որ վերապատրաստման, որտեղ իրանց պիտի ասեն, թե հերթական դասը ոնց պարապեն։ Եվ այդ աշխատանքի դիմաց մարդիկ չեն վճարվում։ Աշակերտների ձեռքին պետքա նյութ լինի։ Ո՞վ է դա պատճենելու, ում հաշվին։ Կրեդիտային համակարգը։ Այս առաջա սրա մասին խոսեինք, որ այս առաքելություն իրականացնում է ավագ դպրոցը իր արժե դրած առաքելությունը։ Ոչ։ Ես ձեզ մի տարօրինակ բան ասեմ։ Այսօր ավագ դպրոց հիմնականում գնում են վատ առաջադիմություն ունեցողները, իսկ լավ առաջադիմություն ունեցողները գնում են քոլեջներ եւ ուսումնարաններ։ Սա աննորմալ դրվածք է։ Կամ լավ ավագ դպրոցներ։ Այո։ Ավագ դպրոցում պետք է մնային ուսման առաջադիմության բարձր մակարդակ ունեցողները։ Քոլեջ եւ ուսումնարան պիտի գնային այն երեխաները, որոնք ուզում էին արհեստ սովորել կամ միջին մասնագիտական ինչ-որ աշխատանք, հաշվապահություն, IT ոլորտ, բայց այսօր դուք գնացեք տեսեք մեր հայտնի քոլեջներում, ինչքան գերազանցիկ լավ առաջադիմությամբ երեխա կա, ընդունվել են քոլեջ։ Մարդը ընդունվում է խոհարարության բաժին, հետո գնում է ամերիկյան համալսարան։ Այն երեխան, որը ուզում էր խոհարար դառնար, ինքը դուրս է մնում այդ ուսումնարան քոլեջի մրցույթից, գնում է սովորական ավագ դպրոցում քիմիա, ֆիզիկա են իրան դասավանդում, որ ինքը ոչ մի ակադեմիական նկրտում չունի, ոչ էլ նախորդ 9 տարիներին սովորել այդ առարկան։ Ինչը ամերիկյան համալսարան դիմող երեխան խոհարարություն սովորում։ Երբ որ այդ տեղը պետքա լիներ արհեստ սովորելու ցանկություն ունեցող երեխայի համար։ Աստորեն լուրջ անելիք կա։ Գումարած մենք այո, այսօրվա երեխաները շատ արագ են հասունանում։ Կա այդպիսի տեսություն, որ մարդկությունը 5 տարով երիտասարդացել է։ Այսինքն այսօրվա 17-18 տարեկանը
նախկին 22-23 տարեկանն է։ Այո, այդպես էլ կա իրականում։ Այո։ Հիմա պատկերացնում եք 22-23 տարեկան հասունության այդ աստիճանի մարդում մենք պահում ենք դպրոցում ու իրանց ինչ որ առարկաներ ենք սովորացնում, որոնք իրանց պետք չեն։ Ոչ միայն պետք չեն, չի ուզենա այդ բառը ասել։ Իրանք ձախողել են արդեն։ Այդ ավելի ճիշտ կլինի։ Այո։ Եվ այս վիճակը ունենք ու դրա համար եթե տեսնում եք վերջին շրջանում նախարարությունը սկսել է միավորել ավագ դպրոցները։ Արմավիրում միավորեցին, Երևանում եղան այդպիսի որոշումներ, որտեղ մարդիկ չեն գնում ավագ դպրոց։ Եվ ունենք ավագ դպրոցներ 100-200 աշակերտով։ Այո։ Լավ, շնորհակալություն։ Մեր զրույցը ավարտենք Սերոբ Խաչատրյանի առաջարկած գրքով, որը նախ խորհուրդ կտա մեզ լսողներին կարդալու եւ ինչ-որ բան սովորելու։ Կրթության մասին թե ընդհանրապես։ Ընդհանրապես, բայց եթե կրթություն լինի ավելի լավ։ Դե գրքեր շատ կան ինձ համար եւ կրթության ոլորտից եւ գեղարվեստական գրքեր։ Կրթության ոլորտից իհարկե իմ ամենասիրելի հեղինակներն են Գերտ Բիեստան, կրթության ոլորտում, խորհուրդ կտամ Գերտ Բիեստայի գրքերը կարդալ, շոտլանդացի կրթության փիլիսոփա է։ Իհարկե Ջոն Դյուին շատ արդեն հայտնի դեմք է, բայց ամեն դեպքում անկախ նրանից համաձայն եք Ջոն Դյուիի հետ թե չէ, պետք է կարդալ։ Պետք է կարդալ Ջոն Դյուի եւ խորհուրդ կտամ նաեւ Հաթի գրքերը կարդալ, որը ավստրալիացի կրթության մասնագետ է։ Ինքը ինչով է հետաքրքիր, որ այն բոլոր հարցերը, որ մենք այսօր Հայաստանում քննարկում ենք, ասենք այս մեթոդը լավն է, թե այն մյուս մեթոդը, ձևավորող գնահատումն է լավ, թե, չգիտեմ, խմբային աշխատանքը, թե խճանկար մեթոդը, այս բոլորի մասին ինքը շատ մեծ մետա-հետազոտություններ է արել, մետավերլուծություններ, ու շատ հետաքրքիր է, թե ասենք ինչպիսի արդյունքներ կան ամեն մեթոդի մոտեցման ռազմավարության հետ կապված եւ կտեսնեք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես մեզ ասում են։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր զրույց ստացվեց Սերոբ։ Սիրելի բարեկամներ, մտազրույցի շրջանակներում հյուրընկալել էինք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին։ Ստեսություն։